Հարգելի տիկին նախարար, պարոն մարզպետ, հարգելի ներկաներ, սիրելի մասնակիցներ եւ նրանց ուղեկցող անձինք, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ եւ շնորհավորում եմ այսօրվա երեկոյի առիթով, ինչու ենք մենք դպրոցականների, ուսանողների եւ երիտասարդների շրջանում այս մրցանակաբաշխությունը անում, սրանով մենք նաեւ մեր պատկերացումներն են գծագրում Հայաստանի Հանրապետության մասին, մենք քաղաքական մակարդակում շատ ենք խոսում, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը, խաղաղ, անվտանգ, զարգացած, ժողովրդավարական, բայց այդ ամենի թիկունքում կա մի շատ կարևոր գործոն, մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետություն լինի նաև ստեղծագործ, որովհետև իմ նշած բոլոր գործոնները այնուամենայնիվ իրենց հետևում պահանջում են, ակնկալում են ստեղծագործական աշխատանք եւ սա է պատճառը, որ մենք մի X պահի մեզ հարց տվեցինք, թե մեր դպրոցներում, մեր համալսարաններում որքան աշակերտ եւ ուսանող է ստեղծագործում եւ իհարկե մենք հիմա շատ կոնկրետ թվեր չենք կարող ասել, բայց ակնհայտ է, որ ոչ շատերը Եվ սա իհարկե շատ կարևոր խնդիր եւ խնդրեմ է, որ մենք պետք է լուծենք, բայց այս խնդրին անդրադառնալուց առաջ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ստեղծագործում են, բոլոր այն աշակերտներին եւ ուսանողներին եւ ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր ստեղծագործում են, որովհետեւ ցավոք մեր իրականությունը հաճախ չի տրամադրում ստեղծագործության, մեր միջավայրերը հաճախ ստեղծագործական չեն Եվ մենք սրանով ուզում ենք, որ ստեղծագործությունը քաջալերենք, խթանենք, զարգացնենք Հայաստանի Հանրապետությունում եւ էսա պատճառը, որ մենք առաջին հերթին կարծում ենք, որ մենք ներդրում պետք է անենք հենց դպրոցում, հանրակրթության մակարդակում եւ արտադպրոցական կրթության մակարդակում։ Մենք առաջիկայում արդեն կմեկնարկենք եւ կսկսենք 300 դպրոցների ծրագրին զուգահեռ նաեւ արվեստի դպրոցների ոլորտի ներդրումները պետական, մասնավորապես երաժշտական դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, գույքով ապահովման ծրագիրը, որպեսզի ավելի ու ավելի շատ աշակերտներ, դպրոցականներ հնարավորություն ունենան ստեղծագործել։ Իհարկե մենք նաև հանրակրթական դպրոցներում պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք այն առարկաներին, որոնք վերաբերվում են արվեստին, երաժշտություն, նկարչություն, դիզայն եւ այլն եւ այդպես շարունակ եւ սա կարեւոր է նաեւ որպեսզի մենք արդեն մեծ բեմեր ուղղորդող եւ ուղղորդված ավելի մեծ թվով մարդիկ ունենանք եւ շատ կարեւոր է որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ իմանան որ ստեղծագործությունը ստեղծագործելը պահանջված է ստեղծագործելը ակնկալվում է ստեղծագործելը քաջալերվում է ու Այս ամենի արդյունքում ես կարծում եմ, որ մենք հիմնական ներդրումը հենց պետք է անենք դպրոցականների շրջանում ստեղծագործությունը խթանելու համար, որովհետև հետագա փուլերում շատ կարևոր է, որպեսզի արվեստը, մշակույթը ինքը տնտեսայնացվի։ Մենք այս թեմայի հետ շատ չենք առերեսվում, բայց համաշխարհային մշակույթի գլուխգործոցների երևի 70%-ը ստեղծվել է հենց տնտեսայնացման տրամաբանության մեջ, այսինքն հենց մշակույթի շուկան է, որ խթանել է արվեստի ստեղծագործությունների ի հայտ գալը եւ մենք ուզում ենք առաջինը դպրոցներում, ուսանողների շրջանում խթանել ստեղծագործությունը եւ ստեղծագործականությունը, իհարկե զուգահեռ մենք աշխատում ենք նաեւ մեր մշակույթի ոլորտի տնտեսայնացման հետ եւ իմիջայլոց ուզում եմ էտել ասեմ այն ընկալումը որ մշակույթը արվեստը Հայաստանի Հանրապետությունում պահանջարկ չունի ես կարծում եմ պրակտիկան ուղիղ հակառակն է ցույց տալիս ես օրինակ հաճելիորեն զարմացա երբ որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ամենաթեժ պահին Ամանորյա սեղանի նախապատրաստությունների տեսա Երևանի օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճը լեփ լեցուն ես իսկապես չեմ հիշում վերջին անգամ երբեմ ես դահլիճը տեսել լեփ լեցուն ընդ որում վաճառված տոմսերով սա ցույց է տալիս որ մշակույթի տնտեսայնացման
առևտրայնացում չեմ ասում, որովհետև այդ բառը տենց մի քիչ լավ չի հնչում, լավ էլ չի ընկալվում, տնտեսայնացումը, որովհետև մեր ընկալում ինչ է, որ մեր ընկալումն են, որ առաջինը Հայաստանում մարդը պետքա իր սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորություն ունենա, իսկ որպեսզի մարդը իր սիրած աշխատանքով հնարավորություն ունենա, իր սիրած աշխատանքը պետք է իրեն բերի եկամուտ։ Այսինքն մարդը ոչ թե պետքա երգիչ լինի որպես հոբբի եւ որպես հիմնական աշխատանք ուրիշ բանով զբաղվի, այլ նա ով սիրում է, նա ով ստեղծագործող է, պետք է կարողանա եւ տաղանդ ունի բնականաբար եւ պետք է կարողանա վաստակել իր ստեղծագործությամբ։ Իսկ ով է տաղանդավոր, ով պակաս, ով ավել, այդ արդեն տնտեսայնացման միջոցով պետք է ի հայտ գա եւ նրանք ովքեր կարողանում են հավաքել, հետաքրքրել մարդկանց, հուզել մարդկանց, պատմել մարդկանց, նրանք իհարկե այդ հնարավորությունը կունենան, բայց մեր խնդիրն է, որ հնարավորինս շատ երեխաներ, մեր դպրոցականներ իմանան նվագել երաժշտական գործիքներ, իմանան նոտաներ, իմանան երգել, շատ կարևոր եւ միայն այսպես է, որ ամենատաղանդավորները ի հայտ կգան։ Գիտեք, այս տարիներում, երբ որ ստեղծագործական կրթություն եւ ստեղծագործական հարթակ չկա, ես համոզված եմ հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր, տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ, իրանք հիմա ապրում են ինչ որ տեղ, ինչ որ մի կյանքով եւ գուցե նույնիսկ իրենք էլ չգիտեն, որ իրենք երգիչ լինելու, երաժիշտ լինելու մեծ պոտենցիալ ունեն եւ այդ պոտենցիալը դպրոցը չի նկատել, իրենք չեն նկատել, ծնողները չեն նկատել կամ նույնիսկ գուցե եւ նկատել են, բայց այդ տաղանդը զարգացնելու հնարավորություն չի ունեցել, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք շատ կարևոր հնարավորություն ենք բացել եւ բացում մասնավոր ոլորտի, այստեղ կար արդեն արվեստի կենտրոններ, ովքեր մրցանակներ շահեցին, մենք շատ քաջալերում ենք դա եւ ուզում եմ նաեւ ընդգծել, որ համընդհանուր հայտարարագրման համակարգով, այդ թվում սոցիալական կրեդիտների հսկայական միջոցներ դեպի այդ գործունեության տեսակը ուղղորդելու հնարավորություն ենք ստեղծել եւ ես համոզված եմ այդ հնարավորությունները այն ինչ որ մենք անում ենք եւ այն ինչ որ մենք ասում ենք անպայման իր հետ կբերի նոր մարդիկ, նոր ձայներ, նոր երգեր, նոր ստեղծագործություններ եւ կարեւոր է որ այս փառատոնը եւ այս մրցույթը կոնկրետ վերաբերվում է հեղինակային երգին, այսինքն նրանք ովքեր ստեղծում են այդ երգերը եւ կատարում են այդ երգերը եւ կարծում եմ 2 տարվա արդյունքներով մենք շատ կարևոր քայլեր ենք արել եւ մենք այդ քայլերը պետք է շարունակենք եւ անպայման ամեն տարի մենք այս ձևաչափով մրցույթը կանցկացնենք, կհանդիպենք, խոսենք, կքաջալերենք եւ կխրախուսենք ստեղծագործելը Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ բոլոր մասնակիցներին եւ մրցանակակիրներին շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել իհարկե բոլորիս Ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ հույս ունենալ եւ համոզմունք հայտնել, որ ամանորյա այն տրամադրությունը, որը մեզ հաջողվեց ստանալ 2026 թվականի տոների առիթով 25-26 թվականին ես համոզված եմ, որ մենք համատեղ ջանքերով այդ տրամադրությունը կպահպանենք եւ կզարգացնենք եւ իհարկե այս բեմից ավելի վստահ կհնչեն Հայաստանի Հանրապետության աշակերտների ստեղծագործությունները։ Շնորհակալ եմ։